ամենալավ հանդիսատեսին, ամենալավ հեռուստադիտողին ու ամենալավ հյուրերին։ Ինչպես եք։ Լավ եք։ Միած ծափարում ենք մենք հյուրերին, հյուրերն է ձեզ եւ շարունակում ենք։ Եվ այսպես, մեր հյուրն է, գիտեք, չէ՞ որ մանկական եվրոտեսիլի ենք մենք սպասում բոլորս ոնց որ բռնված։ Դալիթան գլխավոր հերոսուհին, ծափարում ենք Դալիթային։ Դալիթա ջան, ինչպես ես։ Լավ եմ, շատ լավ եմ, ընկեր Գարիկ։ Ու այսօր գտնվում եմ ձեր տաղավարում։ Ապրես, պատրաստվում ես, ոնց ես ու լարված չես։ Չէ, շատ լավ ու դրական զգացողություններ կան։ Լուրջ։ Ու ոչ մի ջանք չենք խնայում։ Ուրախ ես, որ գնալու ես Հայաստան եվրոտեսիլի։ Ոնց ուրախ չլինեմ։ Շատ ուրախ եմ։ Մենակ համ բախտդ բերեց, համ չբերեց, էլի Դալիթա ջան, ուրիշները գալիս են ուրիշ երկիր են տեսնում, դու վայ համալիրը։ Չէ, բայց լավ է, որ իմ երկրում է, ես ինձ ավելի շատ վստահ եմ զգում։ Լուրջ, ապրես, շատ եք պարապում, հոգնում եք։ Դե հոգնում ենք, բայց շատ հաճելի է, որտեղ ընկերների հետ ենք, նաև ուրախանում ենք։ Քո պարողներն էլ են այստեղ, չէ։ Այո։ Այսինքն շոուն դուք իրար հետ եք անում, բեմականացում ունեք, եղեք դուք ոնց եք, նորմալ եք։ Լավ է երգում Դալիթան։ Հա, ձեր մոտիկ ընկերն է։ Ապրեք։ Ծափարում ենք Դալիթան եւս մեկ անգամ հաջողություն ենք մաղթում։ Հաղթանակ եք ակնկալում տաղանդավոր երեխաներից։ Եվ մեր հաջորդ հյուրն է մանկական եվրոտեսիլի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյան։ Գոհար ջան, բարի երեկո։ Բարի երեկո։ Շատ ուրախ ենք, որ դու այստեղ ես, դու ինչպես ես։ Ես էլ եմ շատ ուրախ, որ այստեղ եմ, վիտամինների պակաս էինք զգում, ասենք անպայման պետք է ստանանք։ Կփորձենք այսօր այդ պակասը ձեր լրացնել, գիտեմ, որ ձեր աշխատանքի չարչարանքի արդեն վերջը գալիս է, արդյունքները պետքա տեսնենք, այդ դրա կապակցությամբ ինչ կասես, պակաս բաներ ունենք, չենք հասցնում, հասցրել ենք, ինչ վիճակ է։ Ամեն ինչ հասցնում ենք, շատ սիրուն է լինելու, բոլորս պետք է անհամբեր սպասենք ու շատ բարձր ծափարենք։ Շատ բարձր ծափարելու ենք անպայման, հիմիկվանից սկսած ենք ծափարում, ապրենք մենք, դու դե շատ արդեն մեծ փորձ ունես, որովհետև մեծերի հետ միշտ գտնվել ես եվրոտեսիլներին, ես նույնիսկ գիտեմ, որ դու մտքում միշտ ուզում ես, որ Հայաստանը չհաղթի, որ չգանք Հայաստան, մյուս անգամ էլի գնանք ուրիշ երկրներ, բայց ոնց ինձ այս տարի տենց եղավ, էլի քեզ դիմավորելու ենք բեմի վրա եւ սպասում ենք հաղթանակ։ Շատ շնորհակալություն։ Դուք արդեն հաղթող եք մեզ համար։ Միասին, հաղթանակ, հաղթանակ, ապրեք որ այստեղ եք։ Իսկ հիմա արդեն պատրաստ ենք մուլտիվիտամիններին։ Այդ նշանակում էր այո երևի եւ այսպես դիմավորեք Արմուշ եւ Վաչե։ Do it in person, man. Ladies and gentlemen, you are now tuned in to the Marathon Show. Jazzy Finzel, Washington Finzel. Jazzy Fade is far you know. Hey. Wow. Ողջույն սիրելի հանդիսատես։ Ողջունում ենք, այո։ Եվ ուզում ենք ներկայացնել մի քանի մուլտիներ։ Պատկերացրեք առաջին մուլտին խանութում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինձ ուրեմն մի 3 գրամ պանիր տվեք։ 3 գրամ։ Այո, 3 գրամ պանիր տվեք։ Դա շատ է, ցավը տանեմ, դա 4 է, ստից երևում է, 3։ 2 գրամ երշիկ, 2 գրամ, խնդրում եմ։ 2.5 է ոչինչ։ Չէ, ոչինչ չի, 2 սարք էլի։ Ուրեմն հաց մի փոքր այդ։ Այն գարբուշկայի կեսը։ Հա, կեսի կեսը դա։ 1 կիլո կարակ ունես, ապա։ Հələ 1 կիլո կարակ բեր։ Կեսը կդրի դրա, կեսը։ Այդ դանակը կսի հացին ցավը տանեմ։ Всё, ինչ արեց իրար հետ ցավը տանեմ։ 50 դրամ։ Տանաշուն։ Ախպերս մի րոպե էլի։ Յան ես ինչ առևտուր արեցիր որ։ Ցավը տանեմ, թատրոնի սաստավին պերերիվ եմ տանում, էսի։ Շնորհակալություն։ Հաջորդ մուլտին ուրեմն պատկերացրեք իրավիճակ տանը։ Պոպ։ Հա, բալես։
Պապ, ավալի եմ տվել։ Ու քեզ բան չի եղել, տղես։ Չէ, լրիվ նորմալ է, պապ։ Դե դու ոչինչ ինչ նոմա ժեշտը նայ ցավը տանեմ։ Ինչին ես խփել։ Նախարարի ավտոյի։ Նախարարի ավտոյի։ Բալես։ Ուրեմն մենք միշտ սպասել ենք, որ դու մեծանաս, որ ասենք, որ դու վեկալով ես ցավը տանեմ։ Շարունակում ենք մեր մուլտիների շարքը եւ այսպես պատկերացրեք ատոմակայանին հարակից բնակիչները։ Ասա ով է։ Աշկերես բաց թող ասեմ։ Հադի ասա դրանով։ Շարունակում ենք եւ այսպես պատկերացրեք հաջորդ մուլտին հաղորդման շրջանակներում։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, ավարտվեց ուշադիր եղեք հաղորդաշարը, կարող եք մեզ ձեր էլեկտրոնային նամակները հղել ushadир-եղեք.shnik.com հասցեով, դե ինչ, ուշադիր եղեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Արմջան, ես եփ երեք է ցավը տանեմ։ Ուշադիր եղի այդ տղա։ Եվ վերջի մուլտին պատկերացրեք նորաբաց սպայի կենտրոն հեռավոր գյուղերից մեկում։ Պարյորապոն։ Պրիեր։ Այս ինչ լավ սպայա, շնորհավոր ձեր սպան։ Спасибо։ Ախպեր, կաթովանա եմ ուզում ընդունել։ Կաթովանն ես ուզում ընդունես, պրոբլեմ չկա, ինա գնան դե պարկի։ Ստեի։ Այդ վաննայի մեջ պարկի։ Պարկար։ Հա։ Դե կթի վրետ։ Շնորհակալություն մուլտիներ, այսքան են ձեզ հետ էր Վաչագանը Եվ Արմաղանը։ Իսկ այժմ շարունակում ենք դիմավորեք challenge։ Get out of here and get me some money. Բարև ձեզ։ Կատակներ, ուղղակի կատակներ վիտամին ակումբի կողմից։ Գնացինք։ Աղցան պատրաստելու համար վերցրեք մաղադանոս, նեխուր, ցիտրոն, բահիրի հատիկներ եւ բարարան։ Ազնիվ գովազդ, գնեք մեր արտադրանքը, տղես Bentley է ուզում առնի։ Ու ինչ լավն է արտահայտությունը արվում է միշտ, նույնիսկ եթե երեխան անտանելի գեշ է։ Բանկն առաջարկում է դպրոցական վարկեր, խրվեք մանկուց։ Կյանք այսօր չեմ կարա արտահայտությունով ամբարո երգչուհին դուրս եկավ շոու բիզնեսից։ Տատիկը սրբելով թորնիկի iPad-ը պատահաբար գրանցվել է Facebook-ում։ Կձիպ մարմնավաճառուհին մինչև կյանքի վերջ կույս է մնացել։ Քյարթուն ենթարկվելով ավտովթարի բարիզբուն իմաստով հակավ վալին։ Շատ վախկոտ մարդը զուգարանում կարդալով դաժան լուրեր մանյակի մասին սովորականից 1 ժամ ավել է մնացել զուգարանում։ Եվ ցավալի է, բայց փաստ հայ մարմնավաճառուհիները ամեն օր մտնում են Պարսից ծոց։ Շնորհակալություն, Չարեն, ձեզ համար։ Պատկերացրեք, ուրեմն իրավիճակներ, որոնք կյանքում չեն կարող լինել։ Դիմավորեք Արմուշ եւ Արամեն Պետրի։ Բարի երեկո վիտամին։
Մենք այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել իրավիճակներ, որոնք դուք կյանքում երբևիցե չեք հանդիպի։ Ու անհավանական իրավիճակներ։ Անհավանական իրավիճակներ։ Եվ այսպես ամենաառաջի անհավանական իրավիճակը պատկերացրեք երկու շատ կարևոր գործարարների հանդիպում։ Պարոն Խաչատրյան, ճիշտն ասած, երեկվա մեր զրույցից հետո ես հասկացա, որ մեր նավթային ընկերությունը կարող է համագործակցել ձեր մեքենաշինական ընկերության հետ։ Ես իմ գոլեգաներին արդեն հայտնել եմ, այնպես որ նրանք պատրաստում են պայմանագրերը։ Ես ինչ բզուկ, ստերոթիպ է։ Սա առաջի անհավանական իրավիճակը եւ ասում ենք առաջ պատկերացրեք երկրորդ անհավանական իրավիճակը շենքում։ Ջուp։ Դուք հավատում եք Եհովային։ Չէ։ Արա հորս սրով ես չեմ հավատում։ Հաջորդ անհավանական իրավիճակը պատկերացրեք պետ ավտոտեսուչը։ Կարմիր Հոնդայի վարորդ կանգնեք։ Գնդապետ Սարգսյան։ Ոնց հասկացեք արդեն գնդապետ Սարգսյան։ Սերի կորոլա։ Այսինքն փախնելն ու անիմաստ խոսալը անիմաստը։ Կարմիր լույսի տակով ես անցել երիտասարդ, կրկնակի հոծգից ես խախտում ես երթևեկությունը, այնպես որ հիմա ծեղ պասպորտ պրավա հենց հիմա հանիտուր մեքենան տանում եմ Տուգանային հրապարակ։ Էլ չեմ անելի կներեք։ Արա, բայց դու օծի լեզուն ես, լավ, գնա։ Հաջորդ անհավանական իրավիճակը հիվանդանոցում։ Բժիշկ ջան, ասեք էլի ինչ եղավ տատիկի հետ, ոնց է մենք սպասում ենք բոլորս տեղ, ոնց է տատիկը։ Ամեն ինչ նորմալ է, տատիկը նորմալ է, ես ձեզ շնորհավորում եմ, ձեր տատիկը տղա է ունեցել։ Հայլոր չեք ասում ես Հաջորդ անհավանական իրավիճակը Քաղմասում։ Հələ դուրը փանգը կանա, հələ լուսն դամը կցի սրա դեմքին հələ։ Այսովա եկել մեր տունը։ Հələ պատմյանը, քանի ոգով եք եղել։ Չեմ պատմի։ Ամեն մարդավարի ասում եմ։ Պատմի, քանի ոգով եք էլ արա։ Մեկա չեմ պատմելու, չեմ պատմի։ Արացում եմ պատմի, քանի ոգով եք էլ է, թե չսա կծխեմ պոշկեք։ Հա, չեմ պատմելու։ Ասում եմ պատմի։ Չեմ պատմելու, չեմ։ Նող պատմի ինչ կլնի։ Չեմ Շարունակում ենք և հաջորդ անհավանական իրավիճակը պատկերացրեք դատարանում։ Դատապարտյալ ոտքի։ Դուք մեղադրվում եք սպանության, տերորիզմի, գողության, ահաբեկչության մեջ։ Եվ դրա համար ես ձեզ տալիս եմ 50 տարի ազատազրկում։ Լավելի կներեք էլ չեմ անի։ Արա, բայց դու օծի լեզուն ես։ Լավ, գնա, բայց մյուս անգամ որ բռնել եմ։ Եվ այսպես հաջորդ անհավանական իրավիճակը պատկերացրեք իրավիճակ, անհավանական իրավիճակ ընտանիքում։ Պապա։ Հա, բալես։ Ես ուզում եմ մի հատ նորություն ասեմ։ Լասած սաբոտան եմ։ Պապ, ես ընկեր ունեմ։ Յարա մեռ եմ ես քո կյանքի։ Աշխն հլալի, արի լավ լուրեր կա։ Շնորհավորում եմ Նորո ջան։ Մերսի։ Աբես։ Հաջորդ անհավանական իրավիճակը պատկերացրեք ռոք համերգի ժամանակ։ Տեսնում եք բոլորս հիմա։ Սա գիտարան ես ինչ եմ անում ես ասել։ Պատրաստեք բոլորս։ Պատրաստեք ես գիտարը չկալը։ Ես ես լայց։ Ուր են բոլորը։ Ճայլությունը ստեղա։ Գնացի։ Փորվել է շուրջը դարում։ Եվ վերջին անհավանական իրավիճակը պատկերացրեք փողոցում։
Յարա դեմտնայի ուսս ջարդ։ Այ մամալեցում եմ ինչ է նշանակում դեմտնայի։ Հենց է բնայի դեմտնայի։ Յարա ճոգերս դնում եմ բանս։ Նայ ոնց է խոսում այդ տղա։ Կարճ ինֆորմացիա մեր գործընկերոջ մասին։ Ուշադրություն Fastnet-ում գործում են նոր ակցիաներ մինչև դեկտեմբերի 31-ը։ Ներկայացրու 10 օգտագործված Fastnet-ի քարտ եւ ստացիր 1-ը նվեր։ Ինչպես նաեւ զանգահարիր արտերկիր առանց փինի եւ օպերատորի միջամտության ստանալով բոնուս 1000 դրամ։ Նորություններին եւ ակցիաներին տեղեկանալու համար զանգահարեք 54 73 20 հեռախոսահամարով։ Շնորհակալություն։ Վիտամինի բեմում բողոքողներ։ Եկացերին Վաչո ջան Արա Պոնչո ջան, ես վերջերս հիշել եմ ինչ վատներ մեր մանկությունը, էդ ինչ վատներ մեր մանկությունը։ Ալավ քո մանկություններ վատ, իմ մանկություններ վատ։ Իմ Իմ մանկությունը այնքան վատներ, որ ծննդատնից ոտով եմ գնացել տուն։ Իմ մանկությունը այնքան վատ է, որ 27 տարեկան եմ 3 նոր պորտս կդրին։ Իմ մանկությունը այնքան վատներ, որ ասեցի շունիկ եմ ուզում, պիտբուլին քցին սենյակս դուրը փագին։ Իմ մանկությունը այնքան վատ էր, որ ատամատիկից մենակ ես չէի քաշում։ Իմ մանկությունը այնքան վատներ, որ պամպերսի տեղը սկոչով գարշոկ էր կպցրած վրես։ Իմ մանկությունը այնքան վատ է, որ տնեցիք հետ պահկվոցի խաղացինք, նենց պահկվան 4 տարի չէի կարում գտնեի։ Իմ մանկությունը այնքան վատներ, որ ամառը մի ամսով ղրգեցին տատիկի մոտ գերեզմաններ։ Իմ մանկությունը այնքան վատ էր, որ մաման ասեց հերիկա է զիբիլների հետ խաղաս, մի քշել են զիբիլների հետ խաղա։ Իմ մանկությունը այնքան վատներ, որ ասին արա այդ շան հետ մի խաղա, տիզ կանցնի քեզնից վրեն։ Իմ մանկությունը այնքան վատ էր, որ պապային ասի մարոժնի եմ ուզում, ասեց համպերից զունը գա կուտես։ Իմ մանկությունը այնքան վատներ, որ պապային ասի կարուսել եմ ուզում, արասեց ինչ կարուսել ես, պաբիրոզից ծխիտ ես ինչ անում։ Իմ մանկությունը այնքան վատ էր, որ մամային ասի ծնունդիս ինչ ես առնելու, ասեց խիդուի մինին ինչ առար, որ։ Իմ մանկությունը այնքան վատներ, որ առաջի դասարանի հանդեսից հետո պապան փաթաթվավ շնորհավորեց, ասեց «Փսյո, դու արդեն կարաս առանձին ապրես»։ Իմ մանկությունը այնքան վատ էր, որ ընկա 2 ոտս ջարդվավ, մաման ասեց հելի վազի բժիշկի։ Արա լավ էտի մանկություն չի, էտի դժբախտ մունդար մի պատահ։ Ընկեր ճանեցի չես աղում։ Շարունակում ենք մեր ելույթը և պատկերացրեք հայկական բարի փերին։ Անկապ որ մտ անկապ վիճակը էլ մտ բարի փերի էր միկրոֆոնը սարք էր Ինչ անկապ վիճակը լուրջ եմ ասում մտ բարի փերի լիներ երազանքներս կատար էր էլի Դուվս Բարի փերին ապեր։ Բարի փերին։ Բարի փերին եմ ընկեր ջան։ Կարաս ասես փրո։ Բարի փերի, բարի փրո։
Նու կշփվենք, էլի կճանաչես, ես չեմ կարող էլի մի անգամ ասեմ ով եմ, հա։ Իսկ դու ինչ ես կարող անես։ Ես բարի փերին եմ, ես կարող եմ անել աշխարհում ամեն բան, ուղղակի պետք է ցանկանաս։ Լուրջ ես ասում։ Բայարգեմ։ Գիտես ես ինչ եմ ուզում, ես ուզում եմ 5 սենյականոց բնակարան կենտրոնում, որ պատուհանները նայեն Մասի սարին, հատակը տաքացվող լինի, սանանգույցն է սալիկա պատված։ Արես բարի փեր եմ, ոչ թե բրոկեր։ Հա, լավ, գիտես ես ինչ եմ ուզում, ես ուզում եմ ավտո։ Արես բարի փեր եմ, ոչ թե հերդ։ Հա, լավ, ես գիտես ինչ եմ ուզում, ես ուզում եմ ընդունվեմ ինստիտուտ։ Արես բարի փեր եմ, ոչ թե ծանոթ։ Հա, լավ, բայց դու ինչ ես կարող անես, չեմ հասկանում։ Արե ես բարի փեր եմ, ես կարող եմ անել ամեն ինչ, ուղղակի պետք է ցանկանաս, հենց այդ եմ ասում։ Հա, լավ, գիտես ես ինչ եմ ուզում, ես ուզում եմ որ դու ինձ երջանկացնես։ Արես բարի փեր եմ, ոչ թե ստրիպտիզորշա։ Հա, լավ, ուրեմն ես գիտես ինչ եմ ուզում եմ դառնամ դեպուտատ։ Արես բարի փեր եմ, սկի ես չեմ կարող ստե դեպուտատ դառնամ։ Բայց դու ինչ ես կարող անես։ Բա հենց այդ էս աշխարհում ամեն ինչ կարող եմ անեմ։ Հիմա նես չի որ խմած եմ խոսում եմ, էլի։ Ասենք շփվենք, ճանաչես, դուժ մարդկանց հետ եմ գալի առնում, բայարգեմ։ Լավ, գիտես ինչ եմ ուզում եմ որ ամեն գիշեր գնամ Անջելինա Ջոլիի մոտ։ Բա ես ուր գնամ։ Լավ, ախպեր, գիտես ես ինչ եմ ուզում, ես ուզում եմ որ իմ կինը ինձ տղա պարգևի։ Էդի կարամ անեմ։ Աբեր էդի կանեմ, բայց գարանցիա չունեմ, էլի վերջում տղա կլինի, թե աղջիկ։ Լավ, էդի անպայման հիշի, չմոռանաս էդի։ Մեկ է գիտես ինչ եմ ուզում, դες մետ երազանք ունեմ, միշտ ուզեցել եմ մի օրով կին լինեմ։ Ապա դու մի գիշերով գնա կոմայքի կայանի, հետը դուրը տեկա վաղը մի բան կանենք։ Լավ, գիտես ինչ եմ ուզում եմ որ օբյեկտը, որ կաֆեն, ռեստորանը մտնեմ, իմ հաշիվները փակած լինի։ Ապա չեմ ժողում կթում ես։ Լավ, գիտես ես ինչ եմ ուզում եմ որ 2-ին գումարած 2 հավասար լինի 6։ Ես բարի փեր եմ, ոչ թե անասուն։ Լավ։ Գիտես ինչ եմ ուզում եմ որ ես քաղաքի ամենամեծ բիզնեսը իմը լինի։ Ապետ ես որ անելու եմ, երկորից զանգելու ես ասես բարի փերի, ասա չխլեն ձեռից ես։ Լավ, բարի փեր, ես գիտես ինչ հասկացա։ Ես հասկացա, որ ես ամեն ինչին ինչ ես երազում եմ, ես ինքս պետք է տանջվեմ, քրտնաջան աշխատեմ եւ հասնեմ այդ իմ երազանքներին։ Այ հիմա ես հասա իմ նպատակին։ Դու հասկացար վերջապես։ Դու հասկացար այն ամեն ինչ դու պետք է հասկանայիր։ Ես արդեն կարող եմ ասեմ, ապե տենց է արա իմ արև, վերան մի ծրստեն։ Իսկ այժմ եկավ ժամանակը, որպեսզի բեմը տրամադրենք Դալիթային և պարույներին, և պարողներին, եկեք։
ապրեք։ Ձեզ մեզ եւս մեկ անգամ ցանկանում ենք հաղթանակ, իսկ մենք հանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։